Մեր երկրին անհրաժեշտ է երաշխավորած խաղաղություն, որ պատերազմի դռները մեր ժողովուրդը փակի։ Բարգավաճ Հայաստան կուսակցություն։ Մենք հիմա որ հասցեում ենք գտնվում։ Արագացի 70-3։ Դուք այս տան բնակիչ եք։ Այո։ Ձեր անազգանունը։ Այվազյան Լարիսա, սեփականատերի տան։ Ինչ է պատահել տան ներսում, երբ է եղել։ Ներսում 2010 թվականին մայիսի երևի 27-ն էր, ինչքան հիշում եմ, մի քիչ հիշողություն սեն չի։ Հարևանը իր համար թույլտվություն էր վերցրել իր տունն էր սարքում։ Տանը չէինք, իմ հարսի պապիկը մահացել էր, 40 էին գնացել։ Եվ որ եկանք տեսանք տունը լրիվ քանդել է, պատերը, իմ պատերը քանդել է, իր համար պատա դրել, ընդամենը թողել է իմ մոտ գյաջի սվաղ, 2 սանտի գյաջի սվաղ, ներսը կերևա, որ մոտ 80 սանտիանոց պատ ա եղել, դա հանել է, դրել է մենակ գյաջի սվաղը ու իր պատը, մտել է իմ տարածքի մեջ իր պատն ա դրել։ Մի խոսքով եկանք, մինչև 13 թվականներ սպասեցինք, որ պիտի սարքի, վերջում էլ ասեց անենց եմ արել, որ հելնեք գնակ ստեղից։ Այս տան մասին է խոսքը։ Այո։ Այսինքն սա 2012 թվականին է կառուցվել։ 10 թվից քանդել է ու սկսել է իր շինարարությունը։ Հիմա մտնենք Ինքը թույլտվություն ուներ, որ իր շինարարությունը աներ, բայց առանց իմ պատերին կպնելու։ Նա իրավունք ուներ իր շինարարությունն աներ, առանց իմ պատերին կպնելու։ Բայց իմ պատերը քանդել է, իր պատերն է դրել իմ պատերի տեղը։ Ու մտել է իմ տարածք ինքը։ Իսկ դուք ում դիմեցիք դատարան։ Դիմել եմ, որ քանդած տեսա, դիմեցի ոստիկանություն։ Ինչքան հիշում եմ, ոստիկանությունում աշխատում էր քննիչ Սիմոնյանը։ Ինձ կանչեցին, ասեց բան Մայրիկ ջան, եթե ինքը քանդածները վերակառուցի, դու կբողոքես, ասի չէ տղա ջան, այս տարիքում ինչ բողոքեմ, եթե վերակառուցի, ես չեմ բողոքի, հավես չունեմ, ընկնեմ դատու դատարան։ Հա, ու դες գրեցին, եթե վերակառուցի, ու դա եղավ իմ ճակատագրական սխալը, իրանց համար քրեական գործ էր։ Դատախազն էլ ասեց, հա քրեական գործ է, ուշադրություն դարձրեք։ Հետո ես ասի, եթե կառուցի, եղավ որ եղավ իմ ճակատագրական սխալը, ու ոնց ասեմ, Բայց փաստացի չկառուցեց, իսկ գործը կարճվեց, հա։ Գործը չի կարճվել, գործը մնաց, փոխեցին քաղաքացիական գործը ու 15 տարի է դատագրում։ 15 տարի է դատական բաների մեջ։ 15 տարի նոր անցած ամիս որոշումը կայացել է դատարանում։ Ես շատ շնորհակալ եմ իմ փաստաբանից Աշոտ։ Ինչ որոշում եք կայացրել։ Շատ վնասում եմ, ինքը շատ օգնեց ինձ։ Որոշումը կայացրել են Գույքի վնասում 3 միլիոն 600 հազար։ Բայց այդ մարդը դրանից էլ է հրաժարվում հիմա։ Ու լրիվ տունի շեղումներով այնք պատրաստել են, գրած է դոկումենտների մեջ, լրիվ շեղումներով, պատերը քանդել է, շեղումներով մտել է ներս։ Մի խոսքով Ձեր տան էական վնաս հասցվել, ճիշտ է, մի հատ մտնենք ներս նայենք։ Եկեք։ Եկեք, չեմ կարող այդպես լավ խոսամ, մի քիչ խառնա։ Ձեր տունը քանի քառակուսի է։ Մեր տունը 40 քանի քառակուսի էր, բայց հիմա ինչքան գիտեմ, էսել հետը 64 է դարել։ Այս զալը երևի 8 քառակուսի է։ Այսինքն սա շինարարության հետևանքով է քանդվել։ Այո, իր շինարարության հետևանքով ու ինքը ինձ խոստացավ, այնպես պիտի անի, որ ես թողեմ այստեղից գնամ։ Ու ասում էր գնա որտեղ ուզում ես բողոքի, դու քո բողոքներով, ես իմ փողերով։ Իր արտահայտությունը հենց խաչմերով։ Հա, այն դիմացի պատը քանդել է փաստացի։ Այս կողմից, այս դիմացի պատն է քանդել։ Այս պատը քանդել, այն կողքից իր համար պատ ա դրել։ Հետևից իր համար ինքը նոր տենա, երևում է, նոր պատեր ա դրել շատ։ Բայց կողմի պատը։ Այդ կողմի պատը, էդի մերն ա արել, մենք որ առանք այս տունը վերակառուցեցինք իմ թորներով, իմ տղեկով, հարսներով, մենք ստե նորմալ ապրում ենք։ Դատարանում կա իմ հարևանների վկայությունը, որը առել ենք, վերանորոգել ենք ու ապրում ենք։ Մինչև օրս էլ ապրում ենք։ Բայց ինքը քանդեց։ Հիմա այս փլատակները պատասխանատունով է։ Փլատակների պատասխանատուն։ Եթե հարևանի պատճառով է փլվել, Բարձր հարևան։ բարձր հարևանն է։ Հիմա ստե նայեք տղես։ Իսկ այս որ փլվել է, դուժած բան չի եղել։ Ես էի վենակ վախեցած եմ ուժեղ, ամբողջ մանուս դողում է, ես շաքարը ստացած եմ ցելես, ստեղել է, նայեք։ Եղել են 9 հոգի, իմ տղաները, իմ հարսները, իմ թորները։ Ստեղ դրած էր տրաված
մի հարս ու տղես էր մնում, այնտեղ մյուս հարս ու տղես էր մնում։ Ես այստեղ իր դրանց պատն է։ Պատը։ Այս ձեր ասած 2 սանտիանոց բանն է Էս է թողել։ ջաջը, նայեք տղես, նայեք ջաջը։ Այ դա երկու այնքան ուշադիր անդե բացատրություններ մագրե, որպես շինարար ինքը այնպես արեց, որ վնաս չտա հարևանին։ Սա վնաս չի, իհարկե իրա։ Ասինքն պատի վրի ծեփն է մնացել այստեղ միայն Այո, միայն այդ պատներ ինքն ա դրել։ 80 սանտիանոց պատը մեր ընդհանուր քանդելա, որ իրավունք չուներ իմ պատին կպնել։ Մտելա ձերտուն բաց այդ 5 սանտի թողներ հետո իրա շինարարությունն աներ։ Քանդելա մտել այն տարածք։ Ես խնդրում եմ, իրա պատեր իմ տարածքից հանի, որ ես կարողանամ ապրեմ։ Իմ շինային տունը սարքեմ ապրեմ։ Իմ տարածքից ինքը դուրս գա։ Էդ եմ խնդրում 15 տարի անցավ ոչինչ չարեց։ Հիմա դատարանը որոշումով որոշել է մեզ, որ ինքը վնասները հատուցի, նորից բողոքում է ինքը վերաքննիչ դատարան, որ դրանց էլ հրաժարվում։ Հիմա Առաջատյանի դատարանն է որոշումը կայացել, թե Վճռաբեկը։ Որոշումը կայացրել է Առաջատյանի դատարանը։ Հիմա բողոքարկել է ինքը։ Հիմա ինքը բողոքարկեց Վճռաբեկը թողեց նույնը, որոշումը ու մերժեց։ Այո։ Բարույթ չընդունեց։ Ահա, բարույթ չընդունեց, մերժեց ու հաստատեց, որ այդ վնասներն ինքը հատուցի։ Հիմա էլ վերաքննիչ։ Ինձ թվում է, հիմա էլ Վճռաբեկա գնացել։ Վերաքննիչից հելա Վճռաբեկա գնացել, ու սենց մնացել եմ անորոշ վիճակում։ Այսինքն դուք այդ 3 միլիոն ինչ գումարի մասներ խոսք։ 600,000 Դուք դրա հետ համաձայն եք։ Հակառակ դեպքում ես համաձայն էի, մենակ պրծնեմ ես դատու դատարան, հոգնել եմ 15 տարի է արդեն։ Հոգնել էի, բայց պատերի շեղումները բանը դա մերժել է։ Դատարանը չգիտեմ ինչի, երկու հայց է ու իդի։ Այսինքն դուք չայրած փոքրագույնով թեկուզ անգամ համաձայն եք միայն։ Ես հա, մենք այդ մարդը չենք եղել։ Այդ ապրումներից իմ ամուսինը մահացավ, իմ ընտիր ամուսինը, որ ասեմ, այդպես մարդ երևի գոյություն չուներ, չէր կարողանում քնել հանգստանալ, ինքը կյանքում մեկին վատություն չէր արել, իրանց արարքի չդիբանցավ, ինքը մահացավ։ Այդտենց, ես կողմնել եկեք նայեք։ Այդտենց մարդ թուրքը չեր անի։ Այդտենց բան թուրքը չեր անի, տղայան, չգիտեմ։ Ասում եք գնա որ դե ուզում ես բողոքի, թե ինչի վրա է այդտենց վստահ ես չեմ հասկանում։ Ահա, էսա։ Ստեղ էլ եկեք։ Էս է մյուսն ընջասենյակը։ Այլ այստեղ էլ ամենակ ծեփը մնացել։ Ստեղ էլ, հա, ինքը մտածված արեց ու ինձ ասեց գնա որ դե ուզում ես բողոքի։ Բայց դե ապրելն էլ է վտանգավոր։ Վտանգավոր է, բայց ես երկ չունեմ, միայնակ թոշակառու եմ, 37,000 թոշակ եմ ստանում։ Դուք մենակ եք հիմա այստեղ ապրում։ Հիմա հա։ Հիմա հա, ահա։ Էս էլ թողելա ծեփը, ես պատի հաստություն ասեմ, դուք նկարեք։ Էս պատի հաստություն, այս ստեղից որ երևում է։ Այսքան ա եղել, այսքանը հանել է։ Այս է եղել հաստությունը, երևի 80 սանտի է ինչ է։ Մտել է իմ տարածք։ Ու այդ ջաջից ծվաղն է պահում։ Բացատրությունում էլ գրել այն շինարար ա եղել, այնպես զգուշությամբ պիտի աներ, որ վնաս չտար հարևանին։